Ես ամեն անգամ ասում եմ ու չեմ ձանձրանում ու չեմ զլանում, էլի պիտի ասեմ, մեծագույն շանս է տիրոջ տուն գալը, տիրոջ առաջ լինելը։ Ով ինչպես է գնահատում, ով ինչ արժեք է տալիս սրանց, ուրիշ խնդիր է։ Դու մինչև այստեղ գալդ որոշում կայացրեցիր։ Շատ, ես միշտ ասել եմ, որոշում կայացնել նշանակում է կտրել մնացած բոլոր տարբերակները։ Դու ուներ այնտեղ գնալու, այս անելու, այն անելու, հազար ու մի գործ ուներ, հո դու պարապ չէիր։ Կտրեցիր մնացած բոլորը եւ հիմա դու այստեղ ես։ Ամեն։ Դու այստեղ ես։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ, որ մի կարևոր որոշում էլ կայացնես։ Գիտեք ինչ որոշում։ Կարող ես որոշումդ կողքինիդ ասել, բայց կողքինիդ համար չէ քո որոշումը։ Ասա ես որոշել եմ պիտի լսեմ այսօր։ Ես կատակ չեմ անում։ Որովհետև երբ որ մենք գալիս ենք Տիրոջ տուն, սա նախ սատանան ամեն բան անում է, որ մենք Տիրոջ տուն չգանք։ Բայց վերջապես երբ մենք որոշում ենք, որ պիտի գանք, խանգարում է մեզ, որ չլսենք։ Խոստացիր կողքինից չես խանգարելու։ Խոստացիր կողքինից չես խոսացնելու։ Խոստացի կողքինիցդ բան չես հարցնելու։ Եվ քանի որ այսքանն ասեցի, թույլ տվեք մի բան էլ ասեմ։ Մի քանի նշաններ կա, բայց մենք ոչ երթևեկության նշաններին ենք ենթարկվում, ոչ էլ եկեղեցու նշաններին։ Այնտեղ հեռախոս կա նկարած ու վրան խաչ։ Դա նշանակում է անջատեք ձեր հեռախոսները։ Գնանք առաջ։ Այսօր շատ լուրջ բանի մասին պիտի խոսեմ, դրա համար ես չեմ ուզում։ Թողեք ձեր մեքենայի մեջ, ավտոբուսի մեջ չթողեք ձեր հեռախոսները։ Փառք Տիրոջ այսօրվա համար։ Միթե հրաշալի առիթ չի։ Մենք ամենակարևոր տեղում ենք, ոչ թե նրա համար, որ այս եկեղեցու դահլիճում ենք, այլ նրա համար, որովհետև եկել ենք Տիրոջ տուն։ Տերը հազարավոր տներ ունի։ Բոլոր տները Տիրոջ համար էական եւ կարևոր է, եթե այդ տան մեջ ինքն է պատվում։ Եթե տան մեջ պատվում են իր անունը, եւ հասկացել են բոլորը, որ նա է կարևորը, մենք նրա համար ենք ստեղծված։ Փառք Տիրոջը դրա համար։ Եթե վերնագիր, որովհետև երբեմն ասում են, կարծես թե մի բանը 100 անգամ ես կրկնում եմ, որ պետք է հայտնի լինի, թե վերնագիրը ինչ պիտի լինի։ Հարցնում են, վերնագիրը պատգամի։ Ինչ գրենք։ Հիմա գրեք, մի վախեցիր։ Ուշադիր լսեք։ Աշխարհը լեցուն է վախերով։ Մարդիկ հիմնականում թաքցնում են իրենց վախերը։ Որտեղ կհասկանաս ինչ եմ ասում։ Ասա ամեն։ Նյու Յորքի հոգեբանական ուսումնասիրությունների կենտրոնը հաշվել է 490 տարբեր տեսակի վախեր։ 490 տեսակի վախեր։ Մարդիկ վախենում են բարձրությունից, կենդանիներից, միջատներից, սողուններից, բաց տարածությունից, բարձրությունից, ապագայից, մեռնելուց, չերկարացնեմ, բոլորը չեմ կարող հիշատակել ու հիշել ժամանակել չարժի դրա վրա, ծախսել 490 տեսակի տարբեր վախեր եւ դրանք դեռ ամբողջը չեն։ Վախը մարդին գերի է դարձնում եւ տանջում է։ Վախն ինքնին վատ բան չէ, եթե այն տանջանքի չի տանում, այլ ապահովության։ Աստված այդ զգայրանը, վախի զգայրանը դրել է մարդու մեջ, որ վտանգի պահին ակնթարթորեն կենտրոնացնի իր ամբողջ կարողությունը եւ զգուշանա ու խուսափի վտանգից։ Դուք պատկերացնում եք, մարդը վախ չունենա։ Կարմիր լույսը տակով անցնում է, մեքենաներն արագ սլանում են ու ինքը չի վախենում։ Ստեղ պետք է վախենաս։ Պետք է վախենաս։ Այո, մենք պիտի իմանանք, որ վախն է, որ մեզ գերի է դարձնում։ Բոլոր մարդիկ էլ վախեր ունենում են։ Ես բերեմ մեկ-երկու օրինակ, իմ օրինակը, որ դու պատկերացնես ինչ եմ ասում։ Երբ բժիշկն ասում է, ձեր կինը քաղցկեղ ունի 4-րդ փուլի, եւ դու չես վախենում։
Չես վախենում։ Լավ էլի, կատակ չանենք։ Եկեղեցին ճշմարտություններ խոսելու եւ ճշմարտություններ հաստատելու տեղ է։ Եթե իսկապես խելք ունես, դու չես կարող չվախենալ։ Դու չես կարող չանհանգստանալ։ Երբ մի ուրիշ բժիշկ կանչում է եւ ասում, ստորագրի այս թուղթը, որ վիրահատենք տղային, որովհետեւ ելքը 50-50 է։ Ես ավելի շուտ պատրաստ էի իմ դատավճիռը ստորագրել, քան այդ թղթի տակ։ Սկսեցի հարցեր տալ։ Իսկ եթե վիրահատություն չլինի, ամենակիչը անդամալուծությունն է։ Իսկ ամենաշատը պատկերացրու մի ռումբ դրված է գլխի մեջ։ Ցանկացած պահի կարող է պայթի։ Եվ ես չեմ վախենում։ Էլա։ Ես կարող եմ շարունակել, բայց դուք ձեր պատմությունները հիշեք։ Որովհետև բոլորս անցնում ենք մեծ խապկանք կա, եկեղեցիներում ուզում են մենակ սիրուն բաներ ասել։ Ավետարանը ճշմարտություն է։ Երբեմն ճշմարտությունը շատ դաժան է։ Ամեն։ Բայց փառք Տիրոջը, որ ելք կա։ Ես այսօր խոսելու եմ այն վախերի մասին, որոնք կարող են մեզ զրկել մեր խաղաղությունից, մեր հանգստությունից, նաև մեր ժառանգությունից, անգամ մեզ զրկեն մեր կյանքից։ Եվ ես այն ինչ որ ասում եմ, այն նախաբանները որ ասում եմ, պիտի դրանք հաստատեմ Աստվածաշնչի խոսքով։ Մենք Աստվածաշնչից դուրս չենք գալիս եւ չենք գալու երբեք։ Աստվածաշունչը մեզ լի հերիք է, որ հոգեբանական սեանսների եւ զգացմունքային պատգամների չդառնանք։ Հերիքը ինձ Աստվածաշունչը, ոչ թե հերիքը ավելին է, քան հերիքը։ Ամեն։ Ուրեմն կա միայն երկու վերաբերմունք կյանքի եւ ապագայի հանդեպ՝ հավատքը եւ վախը։ Մենք ունենք ընդամենը այս երկու ընտրությունը, քանի որ միայն Աստված գիտի մեր անցյալը, ներկան եւ ապագան, կա իմաստ վստահել նրան։ Եթե հավատացիր, ասա ամեն։ Եթե ուշադիր լսում ես, ասա ամեն։ Կա իմաստ Աստծուն վստահելու։ Մինչև այստեղ ինձ հասցնող Աստծուն ես պարտավոր եմ, եթե խելք ունեմ, պիտի վստահեմ։ Իմաստ ունի։ Ինչ տեղերից է քեզ Աստված ազատել, հլը մի հատ հիշի։ Բախտս բերեց, բախտը չբերեց, Աստված պահեց։ Ամեն։ Դու էստեղ ես, որ լսես կարևոր բաներ։ Եվ ես շատ երիտասարդ չեմ, որ սիրուն բաներ ասեմ։ Որովհետև տարիքով մարդիկ ավելի աշխատում են ճշմարտություններն ասել, ամեն տեղ, այն ճշմարտությունը, որ չի ասել իր ընտանիքում մինչև 70 տարեկանում, 70 տարեկան դառնալուց ասում է, եկեք, բաներ կա, որ ես ձեզ ուրիշ կերպ եմ ասել, հա, իմ տարիքի մարդիկ, ասեք հասկանում եմ, ամեն։ Բայց քանի որ ձեզանից գնացող առաջ մարդիկ կան, քանի դեռ դուք չեք ասել 70-ը, հիմա ասեք, մի սպասեք 70-ին, ամեն։ Սուրբ Գիրքն ասում է ամեն մարդ իր ընկերոջ հետ խոսի ճշմարտությունը եւ միայն ճշմարտությունը։ Մի կեղծեք ոչ ձեզ, ոչ Աստծո խոսքը, ոչ էլ Աստծուն մի ծաղրեք։ Աստված ամեն բան տեսնում է եւ ամեն բան գիտի։ Հալելույա։ Բայց իմանանք, որ ապագային մենք պիտի պատրաստվենք այսօր։ Հավատալով Աստծու որդուն Հիսուս Քրիստոսին, նրա միջոցով ձեռք ենք բերում հավիտենական ապահովություն։ Ասա ամեն։ Նա խոստացել է, որ մեզ չի թողի եւ երեսից չի գցի, չի լքի։ Նա չի լքում։ Չի լքում։ Լքելը շատ դաժան բառ է։ Երբ որ մարդը պիտի իր կողքն ունենա մեկին եւ այդ մեկը ուխտադրուժ կերպով թողում ու գնում է, լքում է իրան, մերժում է իրան։ Դա ծանր բան է։ Տերն ասել է, ես քեզ չեմ թողի եւ չեմ լքի։ Ես երբեք լքված չեմ լինելու։
Երբեք։ Որովհետև ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա խոստացել է, որ ես լքված չեմ լինելու։ Ում խոստումն ասա։ Դե ինչու փառք չտանք Տիրոջը դրա համար։ Որ մեր բոլորի խոստումն է։ Ամեն։ Ամեն։ Աստվածաշունչը տեղեկացնում է, որ պատմության ընթացքում Աստծո ժողովուրդը անցել է վախեր։ Կյանքն առանց վախերի չի լինում։ Թե հին ուխտում, թե նորում շատ պատմություններ կան այդ մասին։ Օրինակ, Հիսուսի աշակերտները գիշերը Գալիլեայի ծովի վրա ընկան մեծ փոթորիկի մեջ եւ խիստ վախեցան, այնպես որ Հիսուս տեսնելով, Հիսուս հեռու էր, վարկանական հասավ այնտեղ եւ փոթորիկը խաղաղացրեց։ Ծովին ծանոթ, այդ քաջ մարդիկ, կյանքները ծովի վրա անցկացրած մարդիկ հանկարծ փոթորիկից վախեցան եւ գրվածավ աղաղակում էին վախից։ Հիսուսի աշակերտներն էին նրանք։ Հակոբ Նահապետը շատ վախեցավ, երբ իմացավ, որ իր եղբայրը Եսավը 400 մարգարեով գալիս է իրեն դիմավորելու։ Գրված է, շատ վախեցավ։ Հակոբ Նահապետը ամբողջ Իսրայելի զորքը թագավոր Սավուղի հրամանատարությամբ վախեցած թաքնվում էր 40 օր շարունակ, լսելով այդ անթլպատի անպատվությունը Աստծո ժողովրդի հասցեին։ Հետո դուք ասում եք, թե Աստված ունեք, ուր է ձեր Աստվածը։ Վախեցած էին։ Մինչև եկավ մի պատանի, երիտասարդ, կարմիր թշերով, հավատքով, Սավուղի ուսերից ներքև եւ ասավ. «Բա ուր է մեր Աստվածը, ես ինչ եք թաքնվում»։ Հին ուխտի մեջ պատմություն կա, որը ցույց է տալիս, ինչպես կարելի է բաց թողել խոստումը, չվստահել Աստծուն սխալ վախերի պատճառով։ Սխալ վախերի պատճառով։ Այդ պատմությունը բացահայտում է վախի սկզբունքը, որի հետ առնչվում ենք ամեն օր։ Վախը, վատ վախը սկզբունք ունի, օրինաչափություն ունի։ Այդ պատմությունը 12 հետախույզների կամ լրտեսների պատմությունն է։ Իսրայելը դուրս էր եկել Եգիպտոսի ստրկությունից։ Աստծո հզոր միջամտությամբ Աստված նրանց համար ճանապարհ բացեց ծովի մեջ, դրանից առաջ հրաշքներ, 10 պատուհասներ, պատուհասները երկու հարևան իրար կողք ապրում էին, մեկը հրյա, մեկը եգիպտացի, եգիպտացուն պատահում էր այդ չարիքը, այդ հարվածը, հրյային չէր պատահում, մինչև 10-րդը բոլոր եգիպտացիների անդրանիկները մահացան, հրյաներից ոչ մեկին ոչինչ չեղավ, որքան կույր պիտի լիներ մարդը, որ չտեսներ Աստծո հզոր ձեռքը, որքան կույր պիտի լիներ, որ չտեսներ, որ Աստված խոնարհեցրեց աշխարհի ամենաուժեղ, ամենահզոր պետության փարավոնին եւ վախեցած ասավ, կանչեց Մովսեսին, ասավ, հելեք գնացեք, մենակ ձեզանից պրծնեմ, ձեզանից խեր չկա։ Եվ հիմա հասել էին խոստացած երկրի սահմանին եւ պիտի մտնեին ու ժառանգեին այդ երկիրը։ Մովսեսը 12 մարդ ընտրեց, որ գնան եւ ուսումնասիրեն այդ երկիրը, երկրի ճանապարհները, ամրությունները, պաշտպանական կառույցները, որ մտնելուց անակնկալներ չունենան, ոչ թե Մովսեսը անհավատության պատճառով ուղարկեց, այլ որ ճանապարհով ավելի շուտ կմտնենք այդ երկիրը։ Գետը որ մասում ավելի նեղ, որովհետև Հորդանանը պիտի անցնեին, որ տեղով անցնենք, որ ավելի ապահով լինի մեզ համար։ Եվ ահա գնացին այդ 12 մարդիկ, որոնց իշխաններ էին, հզորագույն մարդիկ էին, եւ Մովսեսը չէր ուզում, որ մտնելուց անակնկալ ունեին։ Այդ պատմությունը գրված է Թվոց գրքի 13 եւ 14 գլուխներում։ Եվ շատ համառոտ այդ մասին գրված է նաեւ երկրորդ օրինաց առաջի գլխում։ Այստեղ վախի սկզբունքի լավ ցուցադրություն է, որ մենք հասկանանք։ Հրյա ժողովուրդն ազատվել էր գերությունից։ Անապատը կտրել հասել էր Քանանի երկրի սահմանը,
Դա այն երկիրն էր, որ Աստված խոստացել էր Աբրահամին։ Այն երկիրն էր, որտեղ կաթ եւ մեղր էր բխում։ Այդ երկրի երազանքով, հույսով ու սպասումով նրանք ապրել էին 400 տարի գերության ընթացքում եւ ահա լրտեսները ման էին գալիս այդ երկրի տարածքով, որպեսզի հասկանան, թե որ ճանապարհով էր իրենց հարմար մտնել այդ երկիրը։ Այս պատմության օրինակով մենք կարող ենք տեսնել, որ վախերը եւ վախի սկզբունքը, որ տիրում է մեզ վրա, երբեմն այսօր, երբ մենք տրվում ենք վախերին, ոչինչով չի տարբերվում նրանց վախերից, որովհետեւ սատանան նույնն է եւ սատանայի հնարքները նույնն են, սատանայի խարդավանքները նույնն են եւ նրա կասկածները, նրա կեղծիքները նույնն են եւ չեն փոխվում։ Այո։ Այստեղ տեսնում ենք այն սկզբունքը, որ վախն անտեսում է Աստծո ծրագիրը։ Մի քանի կարևոր մտքերի մասին։ Եթե դու տարված ես վախով, Աստծո ծրագիրը քեզ չի հետաքրքրի։ Որովհետև վախը առաջի թշնամին է հավատքի, ոչ թե անհավատություն, այլ վախը։ Փորձեմ ցույց տալ։ Նրանք Աստծո կողմից ստացած սեփականության վկայական ունեին։ Լսում եք։ Այն որ ընդունված ասել, կադաստրի թուղթ։ Կադաստրի թուղթը ունեին այդ երկրի։ Եվ այդ թուղթը ոչ թե ինչ որ պետության ղեկավար էր տվել, ինչ որ կառույց իշխանության մեջ, այլ տվել էր այդ երկիրը ստեղծող Աստված։ Չէ որ երկիրը եւ լիությունը նրանն է։ Չէ որ ամեն բանի արարիչը Աստվածը։ Քանի որ երկիրը Աստծունն է, գրված է Սուրբ գրքում շատ տեղեր, ես չեմ կարող ընդարձակվել։ Աստված է սահմանները գծել մարդկանց, թե որտեղ եւ երբ պիտի ապրեն։ Եվ ահա Աստված նրանց տվել էր սեփականության իրավունք դեռ 400-500 տարի առաջ։ Եվ եկել էր պահը, որ այդ խոստումին տիրանային, այդ երկիրը մտնեին, ասում եմ, տիեզերքի արարիչն էր տվել այդ կադաստրի վկայականը, սեփականության վկայականը, երկրի վկայականը։ Եվ ես ուզում եմ մեկ-երկու տեղ կարդամ երկրորդ օրինաց գրքի առաջի գլխից։ Առաջի գլխում ենք մնալու եւ ուրիշ տեղերում էլ կլինենք։ Առաջի գլխի 6-ից 8 խոսքերը։ Մեր Եհովա Աստվածը խոսեց մեզ հետ Քորեբի վրա եւ ասաց. «Հերիք է ձեզ այս սարումը մնալը, դարձեք եւ չվեք եւ գնացեք դուք ամոր հացիների սարը եւ նրա բոլոր բնակիչների մոտ, դաշտումը, սարումը եւ հովիտումը եւ հարավային կողմերումը եւ ծովեզերքումը, կանանացի երկրումը եւ Լիբանանումը, մինչեւ մեծ գետ Եփրատ գետը, ահա այն երկիրը ձեզ եմ տվել, ոչ թե պիտի տամ, այլ տվել, գնացեք եւ ժառանգեք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին, Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին երթում արավ, որ տա նրանց եւ նրանցից հետո նրանց զավակներին»։ Խոստումը մերն է եւ մեր ժառանգներին։ Հալելույա։ Եվ Մովսեսը շարունակում է 14 խոսքում. «Դուք ինձ պատասխանեցիք եւ ասեցիք. լավ է անել այդ խոսքերը, որ ասացիր»։ Եվ շարունակության մեջ ես էլ ասեցի, դե գնացինք։ Դա 40 օրվա դուրս գալու պատմությունն է, նոր էին դուրս եկել։ Եկան հասան Քորեբ սար, որտեղ Աստված պիտի նրանց հետ խոսեր, նորից հաստատեր իր խոսքը, ժողովուրդը չուզեցավ բարձրանալ Քորեբ, Աստված Մովսեսին կանչեց։ Ժողովուրդը Մովսեսին ասավ. մենք վախենում ենք, դու գնա Աստծո մոտ, ինչ որ Աստված քեզ ասի, դու մեզ ասես, մենք կհավատանք։ Մենք վախենում ենք, որովհետև ամբողջ սարը դղրդում էր, երկրաշարժ էր, ահավոր ձայներ։
Վախը նրանց ուղեղը մթագնել էր։ Ամեն ինչ շուռ էր տվել գլուխնի վայր։ Բարի Աստծուն դարձրել էին թշնամի, չսիրող, իսկ վախը արդեն տիրում էր իրենց։ Կարծես թե Աստված նրանց չէր կարող մի քանի օր մանանա չտալ եւ բոլորը կմեռնեին, կամ չէր կարող ժանտախտ ուղարկել եւ բոլորը կմեռնեին։ Լսի, եթե Աստված, գիտեք, երկու վերաբերմունք կա, որ երկուսն էլ արմատապես սխալ են։ Ոմանք սանձարձակ են եւ ապրում են Աստծուց հեռու քմահաճ կյանքով եւ ասում են Աստծո շնորհքը հերիք է ինձ։ Սա նույնքան սխալ է, որքան Աստծու վախը սրտում ապրող մարդիկ հանդիպում են դժվարությամբ եւ մտածում են Աստված մեզ չի սիրում, որ էս պատահեց մեզ։ Երկուսն էլ հավասարապես սխալ են։ Աստված սիրում է քեզ։ Բա դու ինչու ես այստեղ։ Ինչու ես այստեղ։ Եկել ես որ ժամանակ անցկացնես։ Չեմ կարծում, որ ժամանակ անցկացնելու համար լավագույն տեղը։ Սա զվարճանքի վայր չի։ Մենք երբեմն շատ լուրջ բաներից ենք խոսում, Քրիստոսի խաչը զվարճանք չի։ Քրիստոսի խաչը շատ դաժան է։ Պատմություն է Քրիստոսի խաչը արդարին, անարդարների կողմից սպանվելու մասին։ Այս բաները մարդուն զգացմունքային շատ բարձր տեղեր չեն տանում, այլ մտածելու տեղ են տանում, որ մտածես ինչի եղավ այս ամենը։ Աստծո սիրո պատճառով, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր որդին միածին որդուն տվեց, որ ով հավատա, որ Ռուբիկը հավատա ու փրկվի, հավիտենական կյանք ունենա։ Ամեն, ամեն, ամեն եւ ամեն։ Ալելույա։ Ահա թե վախն ինչպես է աղավաղում մարդու միտքը եւ մարդուն զրկում արդյունավետ մտածելուց։ Վախն ապականում է, աղավաղում է մեր կյանքը եւ ամեն բան մեր շուրջը։ Թույլ մի տվեք, որ վախերը տիրեն ձեր մտքին, ձեր կյանքին, ձեր ծրագրերին։ Թույլ մի տվեք։ Աստված մոտ է, ոչինչի համար հոգ մի արեք, այլ ամեն բանում աղաչանքով, խնդրանքով եւ գոհությունով Աստծուն մոտեցեք ու Աստծուն մեծարեք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Լսեք, եթե թույլ տաք, որ վախը ձեր վրա տիրի, դուք վտանգավոր կլինեք նաեւ ձեր շրջապատի համար։ Վախկոտ մարդիկ վտանգավոր են իրենց շրջապատի համար։ Ինչպես այդ 10 վախկոտները մի ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ դարձան։ Վախեցած մարդը վտանգավոր է։ Վտանգավոր է բոլորի համար։ Վախեցած մարդը, վախով տառապող մարդը, վախի գերի մարդը վտանգավոր է, վտանգավոր։ Վախկոտները կասկածամիտ են, վախկոտները, չգիտեմ, ստախոս են, վախկոտները չափազանցնող են եւ ոչ ի օգուտ բարու եւ ոչ ի օգուտ Աստծու։ Ամեն։ Նայեք 10 լրտեսները, որ վախերին էին տեղ տվել, ոչ թե Աստծո խոստումներին, գոնե նրանք Աստծո տված կադաստրի թուղթը նայեին, գոնե իրենց տան օրդերին նայեին, սեփականության վկայականին նայեին, ուրիշ բանի էին նայում։ Նրանք վճռեցին ամբողջ ժողովրդի ճակատագիրը առաջիկա 40 տարում, այդ պատճառով 40 տարի նրանք անապատում, չմտնելու պատճառով, չվստահելու պատճառով, 40 տարի անապատում թափառեցին, մինչև որ մի ամբողջ մի սերունդ մեռավ անապատում։ Այո, նրանք թուլացրեցին ժողովրդի սրտերը, նրանք իրենց վախերն ու խուճապը, աղավաղված կարծիքներն ու մտքերը փոխանցեցին ժողովրդին։ Եվ արդեն ես ասեցի, մեծ հաշվով մի ամբողջ սերնդի անապատում մեռնելու պատճառ դարձան։ Վախը շատ վարակիչ է։ Նրանք հետները մի հսկա էին բերել,
մի հսկա էին բերել նրանք այդ երկրից։ Ով կարող է ասել, ինչ հսկա էին բերել։ Ինչու այսքան ակնհայտ բանը չեք նկատում։ Ես ինչի մասին եմ խոսում։ Վաղ հսկային էին բերել։ Այդ նույն Գողիաթն էր, որ ամբողջ Իսրայելին սարսափի պատճառ էր դարել։ Մի հատ հսկա էին բերել։ Մտելերու ավիրեց ամբողջ ժողովրդին։ Ավիրեց Աստծո ծրագիրը, աղավաղեց Աստծո նկատմամբ ունեցած պատկերացումը, փոխեց ժողովրդի մոտ, որ Աստված սիրում է իրենց, եւ շատ ամեն ինչ փոխեց։ Այո։ Եվ այդ հսկան ամբողջ ժողովրդի հավատքը եւ սրտերը հալեցրեց, այդպես է գրած։ Եվ վախը նաեւ մարդուց խլում է Աստծո խոստումները։ Երկրորդ օրինաց առաջի գլխի 29-33 համարները։ Եվ ես ձեզ ասեցի, մի զարհուրեք ու նրանցից մի վախեցեք։ Ձեր Տեր Աստվածը, որ ձեր առջևից գնում է, նա ձեզ համար կպատերազմի, ինչպես Եգիպտոսի մեջ ձեր աչքի առջև ձեզ արեց։ Հիշացնումը, ես ձեզ ասեցի, այն Աստվածը, որ Եգիպտոսի մեջ ձեզ ազատեց, եւ դուք ձեր աչքերով տեսաք այդ ամենը, այն Աստվածը մեզ հետ է նորից։ Այն փորձանքից քեզ ազատող Աստվածն այսօր քեզ հետ է։ Ինչու ես մտածում, որ հիմա պիտի քեզ թողի։ Նա չի թողի, խոստացել է եւ երեսիդ չի լքի։ Ամեն։ Ձեր առջևից է գնում ձեր Տեր Աստվածը։ Նա ձեզ համար կպատերազմի, ինչպես Եգիպտոսի մեջ ձեր աչքերի առջև ձեզ արեց։ Ու անապատի մեջ էլ տեսար, որ ինչպես մի մարդ իր զավակին է տանում, քո Տեր Աստվածն էլ քո քայլած բոլոր ճանապարհների մեջ մինչև այստեղ գալդ քեզ այդպես տարավ։ Եվ սրանով էլ ձեր Տեր Աստծուն չհավատացիք, որ ճանապարհի մեջ ձեր առջևից էր գնում, ձեզ իջևանելու տեղ փնտրելու համար, գիշերը կրակի մեջ ձեր գնալու ճանապարհը ձեզ ցույց տալով ու ցերեկը ամպի մեջ ձեր գնալու ճանապարհներ ցույց տալիս։ Բանը նրանում է, որ արդեն ամիսներ էր, որ Աստված հրաշքի հետևից անելով նախ նրանց Եգիպտոսից հանեց, հետո ծովը ճեղքեց նրանց համար եւ նրանք ցամաքով անցան։ Գրված է, որ ցամաքով անցան, ցամաքով անցնել նշանակում է վարկյանում չորացավ, ջրերը հեռացան, հերիք չի, այդ ճանապարհը ոչ ցեխոտեց իրենց ոտքերը, ոչ թրջվեց, չորացավ, դարձավ ցամաք։ Հետո աշխարհի ամենահզոր բանակը կործանեց, թողելով ծովի հատակում։ Եվ այսքանից հետո վախը նրանց մտքերը կուրացրեց, որ 10 վախեցած մարդիկ կարողացան 3 միլիոն մարդկանց մոլորեցնեն։ Որ ասում են վտանգավոր է վախը շրջապատի համար, հենց սա նկատի ունեմ։ Աստված նրանց հետ էր հենց սկզբից, Աբրահամին տված խոստման օրից, ամբողջ ընթացքում։ Նա մանանայով կերակրեց անապատում, ժայռից ջուր հանեց ցերեկը ամպիսյան մեջ էր նրանց ուղեկցում, գիշերը կրակի սյան մեջ, ցույց էր տալիս ճանապարհը։ Բայց վախը ոչնչացնում է, սպանում է մարդու հիշողությունը եւ պարալիզացնում է մարդու միտքը։ Վախը։ Մի վախեցի։ Հա, որ ասեցի, Ռուբիկ եղբայր, մի վախեցի։ Դու չես հասկանում, որ վախն է այնպիսի բան է, որ դու չես ընտրում այդ վախը։ Հո դու չես ընտրում։ Վախենում ես ու վերջ։ Ես շատ լավ գիտեմ։ Ես մարդկանց եմ հանդիպել, որ բոյին նայեիր, հաղթանդամությանը նայեիր, կվախենայիր։ Բայց ես չեմ կարող ասել երբ, որտեղ, որ երկրում, որ քաղաքում, ինչ ժամանակ, բայց այդ մարդը գիշերը զուգարան գնալ ամաչում է, վախենում էր, մտից վախենում էր։ Հələ ուժիդ նայի, հələ բոյիդ նայի, գլուխդ առաստաղին է կպնում։ Վախը ուժ չի ճանաչում,
Վախը հավատք է ճանաչում։ Վախը Աստված է ճանաչում։ Ուրիշ բան չի ճանաչում։ Մենք այդ մասին խոսենք։ Մենակ այն չի, որ ես վախի մասին պետք է ասենք ահասար սուր բաներ ասեմ։ Պիտի հասնենք այնտեղ, նպատակը նա է, որ ասենք թե իսկ ինչպես ազատվենք վախերից։ Որ կա հսկա կա, այդ հսկայի հարցը ո՞նց լուծենք։ Խնդիրն է սա։ Եվ ես կփորձեմ, Աստված ինձ իմաստություն տա։ Նրանց վախն այնքան էր տիրել, որ խոսում էին այնպես, կարծես Աստված իրենց համար ոչինչ չէր արել։ Մեզանից շատերն էլ են դժբախտաբար այդպես։ Գալիս ենք հավատքի, լուսավորվում ենք եւ այլ ու հանկարծ մի դժբախտ պատահում կամ չգիտեմ ինչա կպատահում։ Մարդը մոռանում է, որ Աստված իրան մինչև հիմա պահել է եւ մոռանում է, որ մի օր գնալու է պատասխան տա, դառնում Աստծուն թշնամի։ Բա որ Աստված կար։ Յա։ Ուրեմն դու վստահ ես, որ Աստված կար, հա? Բա որ ես ասում։ Աստված կա եւ Աստված տիրում է։ Եվ բոլոր Աստծուն ճանաչողները եւ Աստծուն ճանաչողներից մեծագույն տառապյալը Հոբը հայտարարում էր. եթե նա ինձ սպանի էլ, ես դարձյալ նրան եմ հուսալու։ Ամեն։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը։ Եվ 26-րդ խոսքին վերադառնանք, բայց դուք չուզեցիք ելնել ու ձեր Տեր Աստծո հրամանին դեմ գնացիք։ Վախը Աստծո ծրագրերին դեմ լինել է, հակառակվել է եւ անհնազանդություն է Աստծուն։ Ինչու է այսքան շատ տեղեր Աստվածաշնչի մեջ ասված չվախենալ։ Ինչու է Աստված այսքան շատ տեղ հորդորում չվախենալ։ Ոմանք ասում են գրված է 265 անգամ։ Լավ, ես չեմ հաշվել, չնայած չեմ հավատում, որովհետև կարող ավելի շատ լինի կամ ավելի քիչ լինի։ Եթե ընդամենը մեկ տեղ գրած լիներ, ես կվստահեի Աստծո ասած այդ մեկ տեղ գրվածին։ Որովհետև Աստվածաշնչի մեջ 365 անգամ գրված չի, Աստված ասեց եւ լույս եղավ։ Հա, հասկանում եք ինչ եմ ասում։ Տերը մեկ անգամ խոսեց եւ ես երկու անգամ լսեցի։ Ալելույա։ Տիրոջ մեկ անգամ ասածը միլիոնավոր անգամ լսի, ոչ թե սպասի, որ Տերը 365 անգամ ասի, որ դու հավատաս։ Այստեղ տրամաբանություն կա, այստեղ խորհուրդ կա, այստեղ իմաստ կա։ Տիրոջ ասած ամեն խոսքը, մի խոսքը երկրագնդից ավելի արժեքավոր է ու կատարվում է անվերապահորեն։ Հիսուսն ասավ. երկինք եւ երկրից երկիր կանցնի, բայց իմ խոսքերից ոչ թե մի տար, այլ անգամ մի նշանագիր, մի ստորակետ, մի բութ չի անցնի։ Բոլորը պիտի կատարվի։ Ամեն։ Ուրեմն ոչ թե բութ կամ ստորակետ եմ ասում, այլ մի բառակապակցություն։ Դա կարա լինի մի նախադասություն։ Մի վախեցիր եւ վերջակետ։ Մի վախեցիր։ Ալելույա։ Գիտեք, շատ հաճախ մարդիկ ինչու են վախերով ապրում։ Որովհետև խշմտանք ունեն, որովհետև մեղքի հետ սիլիբիլի են անում։ Եկեղեցիներում ընդունված չի այս մասին ասել։ Մարդու տրամադրությունը չգցեք, թող գնա շարունակի, եթե իրան ձեռ տալիս այդպես ապրել, թող ապրի։ Այո, քեզ ձեռ կարող է տա, որ այդպես ապրես, բայց Աստծուն ձեռ չի տալիս, որ իր երեխաները, իր ընտանիքը ապականված կյանքով ապրի։ Ամեն։ Փառք տվեք Աստծուն սրա համար։ Մենք ենք ստեղծված Աստծո համար, ոչ թե Աստված կա, որ մեր կարիքները բավարարի, եկեք կհարստանաք, եկեք կբժշկվեք։ Սրանից մեծ կեղծիք չկա, Աստված բժշկում է եւ մենք բժշկության համար աղոթներ անում ենք։ Բայց եթե դուք այդքան լավ բժշկողներ եք, ինչու եք միայն գլխացավի ու գրիպի համար աղոթում։ Ինչու կաղին չեք քայլեցնում, կույրին չեք տեսողություն տալիս։ Ինչու բորոտին չեք մաքրում։ Դուք հասկանում եք ինչ մանիպուլյացիա կա։
Եվ մարդիկ, չիմացող մարդիկ, այդ խայծը վերցնում են։ Գնամ, հեսա ին կաղոթի ես կբժշկվեմ։ Ոմանք 1000 հոգի աղոթելուց հետո այդ հիվանդությունից մեռնում են։ Որովհետև հույսն Աստծո վրա չի։ Եթե նա ինձ սպանի էլ, ես դարձյալ նրան պիտի հուսամ։ Վերջ, Հոբի խոսքերն է, իմս չի։ Եթե նա ինձ անգամ սպանի էլ։ Մինչև վերջի խոսքը, որ տիկինս ասած, հետևյալներ, իմ Աստվածը բարի է։ Իմ Աստվածը բարի է։ Այստեղ նստածներից շատերը շատ անգամ լսել են։ Քույրիկ ջան, քույրեր ջան, իրար կողք եք, ձեր խմբակից էր, ձեր տասնյակից էր։ Գնում էր տասնյակ, մինչև էլ տանից չկարողացավ դուրս գալ։ Տիրոջ հավատարմությունը սա է։ Հավատքով մեռավ։ Երանի բոլոր նրանց, ովքեր Տիրոջմով կննջեն։ Ամեն։ Այո, Տերն ասում է, մի վախեցեք։ Վախը քանդում է, աղավաղում է Աստծո սկզբունքները։ Եթե մեր կյանքում վախերն են իշխում, ապա մենք երբեք չենք կարող կատարել Աստծո ծրագրերը, որ Աստված ունի մեզ համար։ Եթե կյանքը վախի իշխանության տակ է, ապա այն թույլ չի տա անել Աստծո կամքը։ Իսկ ինչ անել մեր վախերի հետ։ Հասանք այստեղ կարևոր տեղը։ Մինչև հիմա ասեցինք, որ կա, մի մոստր կա, մի հսկա կա, վախ անունով։ Կա եւ նա կա։ Ոմանք սատանայի գոհությունը չեն ընդունում։ Սատանան կա, իսկապես կա։ Նա գործում է, շատ ակտիվ է գործում, բայց դրանից վախենալ պետք չի։ Որովհետև մեր Աստվածը շատ ավելի բարձր երկնքում է։ Մեր Աստվածը անհամեմատ ավելի զորավոր է, որովհետև մեր Աստվածը ստեղծողն է, իսկ սատանան ստեղծված է։ Սատանային Աստված է ստեղծել որպես բարի հրեշտակ։ Իր չարության պատճառով դարձել է չար հրեշտակ։ Բոլոր հրեշտակներին, բոլոր քերովբեներին, սերովբեներին, բոլոր մարդկանց եւ ամեն բան, ինչ որ կա, ստեղծել է Աստված։ Արարիչը հզոր է արարածից։ Բրուտը մեծ է կավից։ Ամեն։ Ուրեմն մենք ընդունեցինք վախի գոյությունը։ Բայց հիմա պետք է խոսենք ինչպես պայքարել դրա դեմ, ինչպես ազատվել, ինչպես չդառնալ վախի գերի։ Ուզում եք լսեք։ Նորից դուրս չենք գալու ավետարանից։ Նորից դուրս չենք գալու Աստվածաշնչից։ Մնալու ենք ավետարանի մեջ։ Աստվածաշունչն ավելին է, քան ինձ պետք է։ Ամեն։ Սիրեք, կարդացեք, քննեք, թերթեք, մաշեցրեք ձեր Աստվածաշնչերը։ Գանձեր, որ դուք ուրիշ որևէ տեղ չեք կարող գտնել։ Աստված դրել է ձեր ձեռքը։ Նախ մենք պետք է ընդունենք մեր վախի գոյությունը եւ պայքարենք դրա դեմ։ Վախն ինքնին չի անցնում, չպետք է հակառակվել, պետք է հակառակվել եւ պարզել, թե որտեղից է այդ վախը։ Վախը պատճառ ունի։ Վախը պատճառ ունի, որտեղից է գալիս։ Որտեղից հայտնվեց։ Ոմանց կյանքում վախերը գալիս են օկուլտիստական թուղթուգիր անողների, գուշակների եւ այլը։ Բայց եթե անգամ այդպիսի ծագում ունեն, Հիսուսն եկել է, որպեսզի սատանայի գործերը քանդի, չվախենակ։ Գրված է, Հովհաննեսն ասում իր թղթում, դրա համար հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի։ Սատանայի գործերը քանդող կա։ Գիտեք ով է։ Գիտեք ով է։ Իմ Աստվածը, իմ Տերը։ Ալելույա։ Սատանայի գործերը քանդող կա։ Վախի իշխանությունը կործանող կա։ Նրա անունը Հիսուս է։ Ալելույա։
Ես չեմ վախենա։ Մարդն ինձ ինչ կանի։ Հալելույա։ Պետք չէ ծածկել, այլ պետք է խոստովանել Տիրոջը։ Ես վախ ունեմ։ Եվ լսեք, գիտեք, ոմանք խոստովանությունը դարձնում են պարտադիր փրկության համար, բայց բոլորովին ավետարանը գոնե մեկտեղ դա չի փաստում։ Բայց հարյուրավոր տեղերով փաստում է, որ այդ մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց դժվարությունից ազատել, ունեն հովիվներ տարածքներում։ Այս եկեղեցում էլ տարածքների հովիվները կան, եւ նաեւ ավակ հովիվ ունի, որ միշտ իր տեղում է, որպեսզի խորհուրդ տա, աղոթի։ Այս է իսկական խոստովանությունը։ Այս է իսկական օգնությունը, որովհետև մարդու փրկության համար երկրորդ մարդու անհրաժեշտությունը չկա։ Մենակ Աստված ինքը կարողանում է ի հեճուկս բոլոր սխալ մտածողների Աստված առանց որևէ մեկի կարողանում է փրկել։ Գիտեք, եթե այդպես չլիներ, շատ մարդիկ հենց այդպես էլ մտածում, եթե ես քեզ չմկրտվեմ, դու փրկվող ես։ Այո։ Այ ողորմելի։ Այն Տերը, որ քեզ փրկեց, այն նույն Տերը ինձ էլ փրկեց։ Եվ Տերը ինձ փրկելուց քեզանից թույլտվություն չարծրեց։ Ում կամենում է ողորմում է, եւ ում կամենում է գթում է։ Նրան լինի փառք։ Ինձ համար հաճելի է նրա հետ լինելը։ Կարևորը սա է։ Երկրորդը, որ երկրորդական ավելի, ինձ համար հաճելի է նրան ծառայելը։ Ես հաճույք եմ զգում, նաև ծառայելուց, մեծ հաճույք, հիմա ես մեծ հաճույք եմ զգում, որ վախը իշխանություն չունի քեզ վրա։ Եվ այս ճշմարտությունը ես կանգնած եմ այստեղ քեզ փոխանցելու, չվախենաս։ Այո, ծովը խորն է, բայց Տերն ասել է, ջրերով անցնես, չես խորտակվի, որովհետև ես քեզ հետ եմ։ Այո, կրակը շատ ահավոր է, բայց Տերն ասել է, եթե կրակների միջով ես քեզ հետ եմ, դու չես այրվելու։ Ամեն։ Կարևորը կրակը չի, կարևորը հսկաները չեն, կարևորը բարձր պարիսպները չեն, կարևորը մեծ Աստվածը։ Ամեն։ Ավետարանը մեզ սովորեցնում է հակառակվել սատանային եւ նրա հնարքներին։ Երկրորդ Կորինթացիս 2:11։ Ես ավելի հաստատուն հիմք չունեմ այդ մասին խոսելու եւ պայքարելու, ավելի ուրիշ, նախ ուրիշ եւ հետո արդյունավետ միջոց չկա, որ ես ասեմ։ Ահա ավետարանի արդյունավետ միջոցը։ Երկրորդ Կորինթացիս 2:11։ Որպիսի սատանան մեզ զրկանք չանի, չէ որ նրա մտքերին անտեղյակ չենք։ Սատանան ուզում է զրկանք անի եւ սա նրա մտքերն են։ Մենք էլ անտեղյակ չենք։ Ուրեմն Հակոբոս 4:7-ում գրված է. Ուստի հնազանդվեցեք Աստծուն եւ հակառակ կանգնեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Պետրոսն էլ ասում է. նրա դեմ, այսինքն սատանայի դեմ կանգնեք հավատով, հաստատված, իմանալով, որ աշխարհում ձեր եղբայրներն են այդ չարչարանքներին համբերում։ Վախին դեմ կանգնել է պետք հավատքով։ Տեղ մի տվեք, մի հանձնվեք, այլ հավատացեք, որ հավատարիմ է խոստացողը։ Ես Պողոսը հայտարարում է, ես վստահ հավատում եմ, որ նա, որ խոստացավ, նա կհասցնի մինչև այն օրը։ Նա, որ մինչև այստեղ հասցրեց, նա կհասցնի այն օրն էլ։ Ամեն։ Նա ինձ կես ճամփին չի թողելու։ Ինչու պետք է այսքան կներեք հայերեն հասկանալի բառ ասեմ։ Որ ասում եմ ավանդ, կարող է մեկը հասկանա բանկի ավանդ։ Այսքան ամակ դրեց ին վրա, քո վրա։ Ինչի դրեց։ Ինչու այդքան ամակ դրեց այդ ժողովրդի վրա, որ բերի ամոր հացիներին տասի սպանեք։ Այնա կթողեր կմեռնեին էլի։
Եթե Աստված ինձ ու քեզ պահած չլիներ մինչև այսօր, մենք ուր էինք լինելու։ Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, ուրախացի քո Տեր Աստծով։ Հակառակվեք տանջող վախերին, հավատքով։ Տերը ինձ հետ է, դու ինձ ինչ կարող ես անել։ Տերն ինձ հետ է, ես չեմ վախենա, մարդն ինձ ինչ կանի։ 27-րդ Սաղմոս, Եբրայեցիս 12:4-ը, դեռ մինչև այրուն թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում։ Եթե մեղքի դեմ պայքարում, մինչև այրուն թափելու չափ պայքար է պետք, իսկ ստրուկ դարձնող մեղքի վախի նկատմամբ ինչ պիտի անենք։ Ընկերություն անենք։ Ոչ, հակառակվենք, պայքարենք։ Խնդրեք Տիրոջը եւ նա կազատի ձեզ վախերից։ Խնդրեք։ Մարգարեն հայտարարում է, Տիրոջը խնդրեք, քանի նա հայտնվում է, քանի նա դեռ լսում է։ Խնդրեք նրան, հրճակեք Տիրոջ խոստումները եւ հավատքով դեմ կանգնեք։ Եսայա 12:2 Ահա Աստված է իմ փրկությունը, ես հույս ունեմ, ես չեմ վախենա, որովհետև Տեր Եհովան իմ գովասանքն ու զորությունն է։ Ես չեմ վախենա։ Հալելույա։ Եսայա 41:10 Մի վախեցիր, քանի որ ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ, քեզ պիտի զորացնեմ, քեզ օգնություն պիտի անեմ, ու իմ արդարության աչով քեզ պիտի բռնեմ։ Այդ ով այդ ավելի զորավորը, որովհետև Հիսուսն ասում էր, դու զորավորի տուն չես կարող մտնել, քանի դեռ զորավորին չես բռնել, չես կապել։ Հիսուսն ասում է, Տերն ասում է, իմ զորավոր ձեռքով ես քեզ պիտի բռնեմ։ Այդ ով այդ մյուս զորավորը, որ քեզ պիտի կարողանա նրա ձեռքից խլել։ Չէ՞ որ Հիսուսն ասավ, իմ հայրը բոլորից մեծ է եւ ոչ ոք նրա ձեռքից չի կարող ձեզ խլել։ Հերիք չի սա մեզ համար։ Էլի կշարունակեմ։ Դավանեք, որ ունեք Տիրոջ ձեռքը։ Ձեր հարաբերությունները խորացրեք Տիրոջ եւ իր խոսքի հետ։ Այո, Տիրոջ խոսքի մեջ լինողը, Տիրոջ խոսքով ապրողը երբեք չի կարող տեղ տա վախերին։ Վախերը կգան, նրանք սատանան էլ է գալիս, անգամ կարդալու ժամանակ գալիս է քեզ փորձի։ Եթե նա Հիսուսին մոտեցավ փորձելու, քեզ կմոտենա։ Բայց Պետրոսն ասում էր, բոլորդ նրան հավատքով դեմ կացեք։ Հավատքով հակառակվեք։ Հակոբոսն էլ ասում է, հակառակվեք եւ նա կփախնի։ Ամեն։ Ո՞վ է ճիշտ ասում։ Աստված թե մեր աղավաղված միտքը ու ապականված պատկերացումները։ Աստված իր խոսքով ասում է, հակառակվի եւ նա կփախչի, ոչ թե կգնա, այլ կփախչի։ Մի դարձի քո վախերի կերին։ Հատկապես քո ապագայից մի վախեցի։ Եթե շատ վախենաս, դու քո ապագան չես կարող փոխել։ Քանի որ քո անցյալը Տիրոջից է, քո ներկան Տիրոջով, ապագան էլ վստահի Տիրոջը։ Հալելույա։ Սաղմոս 34:4 Տիրոջը խնդրեցի եւ նա պատասխան տվեց իմ բոլոր երկյուղներից ինձ փրկեց։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Նա փրկում է մեզ բոլոր մեր երկյուղներից։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Բա որտեղից գտնենք Աստծուն։ Ասում են ով պիտի բարձրանա երկինք, որ նրան իջացնի եւ այլն։ Խոսքը ձեր մոտ է։ Խոսքը ձեր բերանում է։ Ով, ոչ մեկը, Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգին, Տեր Հիսուս Քրիստոսը։ Հալելույա։ Մոտեցեք նրան եւ նա կմոտենա ձեզ։ Ով մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը եւ ով երկմիտներ, մաքրեք ձեր սրտերը։ Ով է գլխին գնում ինչ աստեղ գրված։
ուզում եք մոտենաք Աստծուն, ձեռքներդ լվացեք։ Կեղտոտ կոշիկներով սրբարան չեն մտնում, կեղտոտ ձեռքերով, կեղտոտ սրտով Աստծուն չեն մոտենում, սրբեք ձեր սրտերը։ Ժողովուրդ, մեր Աստվածը սուրբ է։ Մի նայեք, որ դուք սայթակում եք, որոշեք չսայթակել, սայթակելը ողբերգություն մի շինեք, բայց նաև սովորություն մի դարձրեք։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես կարող եմ սայթակել, բոլորս ենք սայթակում։ Մի արդարացրեք ձեր սայթակելը։ Խոստովանեք։ Ամենազզվելի բանը Աստծո աչքին, որ մարդն իր սխալ արածը արդարացնում է։ Խույ, ինչու ես արդարացնում։ Զզվելի է Տիրոջ համար։ Խոստովանի։ Մանավանդ որ երբ որ խոստովանում ես գրկաբաց ընդունում է։ Ինչու ծռել, երբ որ կարող է շատ պարզ, կարճ ճանապարհով։ Տեր, ես մեղանչեցի, ների ինձ։ Ինչքան հանգիստ է։ Այդ նույն բանը կարող ես ասել ամուսնուդ, կնոջդ, երեխայիդ, ծնողիդ, կներես։ Կներես։ Մենք ներողներից ենք։ Մենք չներողներից եւ ստացողներից չենք։ Մենք ներողներից ենք։ Մեր Տերը մեզ սովորեցրեց ներել։ Եթե չներեք, ձեր հանցանքներն էլ ձեզ չի ներվի։ Ամեն։ Շկան սիրունը, շկան ներդաշնակ, շկան աստվածային, շկան սուրբ, շկան բարի։ Մնացեք Աստծո հետ, մնացեք սուրբ գրքի մեջ։ Վերջացնեմ։ Տեսեք, վերադարձան 12 հետախույզներ, 10 վախեցած, 2-ը համարձակ, քաջ եւ հավատքով։ Նրանք բոլորն էլ նույն վայրում էին եղել, նույն մարդկանց էին տեսել, բայց այս 2-ը քաջարերում էին ժողովրդին ասելով, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ 10 վախեցածները հսկաներին համեմատում էին իրենց հետ, իսկ այն երկրում, իսկ այն 2-ը Հեսուն ու Քաղեբը նրանց համեմատում էին իրենց զորավոր Աստծո հետ։ Հետո ինչ որ հսկա են։ Մեր Աստծո համար խնդիր կա հսկաների հարցերը լուծել։ Աստված մենակ լեռների Աստված է, արդյոք Աստված հովիտների Աստված էլ չի։ Աստված մենակ խեղճերի Աստվածն է, միթե հզորների Աստվածն էլ չի։ Միթե թագավորների սրտերը Աստծո ձեռքերի մեջ ջրի վտակների նման չեն, որ կողմ ուզում, այն կողմ էլ թեքում է։ Ամեն։ Բայց ինչի մասին է խոսքը։ Հենց այստեղից է գալիս վախը, հսկա է, հետո ինչ։ Հո իմ Աստծուց մեծ չի։ Հո իմ հավատքից մեծ չի։ Հավատացողին ամեն բան կարելի է։ Ամեն։ Ես ճիշտ հավատքի մասին եմ խոսում։ Թե չէ քիչ ամնում ասեն, որ հավատաս պրեզիդենտ կդառնաս։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Արի ես նախորոք ասեմ, թեկուզ մարգարե չեմ, չես դառնա։ Երբ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված միայն այս երկուսին թույլ տվեց, որ մտնեն Քանանի երկիր։ 40 տարի անապատում թափառելուց հետո, իսկ մնացած ամբողջ սերունդը մեռավ անապատում եւ չմտավ խոստացված երկիր։ Վախը քեզ կարող է խոստացած երկրից հեռու պահի։ Իսկ հավատքը 40 տարի կանցնի, թե 400 տարի կբացի քո ճանապարհը, որ մտնես խոստացած երկիր։ Ամեն։ Լսեք, մի Աստծո մարդ ասում է, երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, մի մումիա էին տանում։ Հովսեփի այդ մշակված մումիա դարձրած մարմիններ, որ մոտ 400 տարի պահել էին այնտեղ, եւ չգիտեմ քանի հոգով Մովսեսը մարդիկ կարգեց, որ այդ մումիան վերցնեն, պատվով տանեն, ուսերի վրա տանեն։ Եվ ուսերի վրա կրում էին։ Եվ մի մարդ ասում է, այդ մումիայի մեջ ավելի շատ հավատք կար, քան իրան կրողների, որովհետև նրանք ուզում էին վերադառնալ։ Բայց Հովսեփը մեռնելուց պատվիրեց. ես գիտեմ
ես հավատում եմ, որ մենք այստեղ չենք մնալու երկար, Տերը այցելելու է մեզ եւ մեզ այստեղից հանելու է։ Արեք, ձեռքները դրեք իմ սրտին ու երթվեք, որ ինձ չեք թողելու ստեղ։ Իմ ոսկորները չթողեք այստեղ, կտանեք։ Հալելույա։ 400 տարի հետո, 400 տարի հետո հավատքով Հովսեփը գնաց Քանանի երկիր։ Այդ անհավատների ոսկորները անապատում ընկան, ոչ մեկը չիմացավ ով ում գերեզմանը որտեղ է։ Արևի տակ փռված էին։ Հովսեփը 400 տարի հետո, ավելին ասեմ, 440 տարի հետո մտավ խոստացած երկիրը, պատվով նրան թաղեցին եւ գերեզմանն էլ կա։ Հալելույա։ Սիրուն չի։ Աստված հավատարիմը։ Բարի է իմ Աստվածը։ Այո, որքան կարող եք կրկնել։ Այո, երբեմն ես հիշում եմ այն արդար կնոջը, որ ասում էր իմ Աստված բարի է եւ ես հիմա կրկնում եմ ու ասում եմ, այո, ինքը հավատքով մտավ իր ժառանգության մեջ։ Մի 10 տարի ես կողմ, մի 10 տարի են կողմ։ Արդեն 9 տարի է։ Հիմա որ ես այս 9 տարի ավել եմ ապրել, այդ ինչ սա շատացել։ Շատացել ենք։ Հալելույա, շատացել ենք։ Եվ էլ դեռ պիտի շատանանք։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Վերջացնեմ, իսկապես վերջացնեմ։ Սիրո մեջ վախ չկա, որովհետև կատարյալ սերը հեռացնում է վախը, իսկ վախի մեջ տանջանք կա, եւ նա ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Ամեն, ամեն, հալելույա։ Եվ գիտենք, թե ինչպես է սիրում մեզ Աստված, եւ երբ որ մենք գիտենք, որ մենք էլ փոխադարձ սիրով սիրում ենք Աստծուն, մենք չենք վախենա։ Աստված մեր հայրն է եւ նա մեզ չի թողնի, որ որևէ մեկը ցավեցնի։ Հալելույա։